Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ։ Ազգային ժողովի աշխատանքներին չի կարողանում մասնակցել մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որտեղ այս իշխանություններին ծառայող դատավորը շարունակում է նրան ապօրինի կալանքի տակ պահել։ Իդեպ այսօր ժամը 3-ից ստիպված եմ լքել նիստերի դահլիճը, որտեղ ժամը 3-ին Շենգավիթի նստավայրում շարունակվելու է Բաքրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատաքննությունը։ Կոչ կանեի այն պատգամավորներին, որ նախորդ գումարման խորհրդարանում լսելով դատախազի կեղծ հիմնավորումները կողմ քվեարկեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանի անձեռնմխելությունից զրկելու հարցի օգտին։ Կոչ կանեմ, որ գաք դատարան, այսօր էլի շարունակվելու է այդ խեղկատակությունը ու դատարանում դատախազների ներկայացած իրեղեն ապացույցների մասին լսելով հիշեք, որ ձեր նշանակած գլխավոր դատախազուհին այս ամբիոնից տևական ժամանակ ստել է։ Ձեզ բոլորիդ վախեցրել է, որ Բաքրատ Սրբազանի և մյուսների գործով հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք։ Ուղղակի, որ հետո այսօր իրիկունը ամեն մեկը մի 5 րոպե մտածի, թե ինչ ձևի են ձեզ խաբել, մարդը վիրավորում է, չէ՞ որ իրան խաբում են, դուք էլ պետք է վիրավորվեք։ Ուրեմն դատախազը այստեղ եկել է, ներկայացրել է, որ մեծ քանակությամբ զենք զինամթերք են հայտնաբերել խուզարկությունների ժամանակ։ Հիմա դատարանում հատիկ հանրային մեղադրողները ներկայացնում են այդ զենք զինամթերքների փորձաքննությունը։ Չգիտեմ, այս ինչ տեսակ զենք, այսքան փամփուշտ, փորձաքննությունը, հրազենա, բլա բլա բլա, օրինական է, գրանցված է, անօրինական մի հատ զենք չկա։ Մի վարքյան լսի, մի խանգարի ու լսի, պարոն Եղոյան։ Պարոն Եղոյան, ուշադիր, դու ես կողքդար։ Մի վարքյան, խնդրում եմ։ Ուրեմն մեկ է։ Պարոն Մանուկյան, մի վարքյան։ Պարոն Եղոյան, այլևս ելույթ ունեցողին դահլիճից չընդհատեք։ Պարոն Մանուկյան, դուք էլ նույնիսկ երբ որ ասում եք մի խանգարի, դիմեք դուքով, ասեք մի խանգարի։ Դուքով եմ դիմում։ Ոչ, դուքով եք դիմում։ Շարունակեք։ Հա, ոչինչ։ Ուրեմն մեկ էլ այդ զենքը, պայմանական այս զենքը օրինական գրանցված, պատկանում է պայմանական Գեղամ Մանուկյանին, փաստաբաններն ելում են ասում են հանրային մեղադրող, Գեղամ Մանուկյանն ով է, այս գործի հետ ինչ կապ ունի, ասում է կապ չունի։ Վստահ եմ Անդրանիկ Քոչարյանը օրինական գրանցված զենք ունեք, չէ՞ պարոն Քոչարյան։ Այսինքն այդ խուզարկության շրջանակներում գային Անդրանիկ Քոչարյանի տնից օրինական գրանցված զենքերը հանեին, տանեն ու դատախազը այստեղ ասել, որ Սրբազանի գործի շրջանակներում խուզարկվել է, հայտնաբերվել է զենք։ Սա է եղել, սա է կեղծիքը, որի համար այսօր Արթուր Սարգսյանը, Բաքրատ Սրբազանը, 17 արդարները գտնվում են տարբեր սահմանաչափով կալանքների սահմանափակումների տակ։ Գիտեք, այստեղ շատ խոսվեց քաղբանտարկյալների մասին։ Խորհրդային Միությունում կար մի հայտնի անեկդոտ։ Մեկը սպիտակ թուղթ է կպցնում, պատին միլիցիան գալիս ասում է, «Էսի չես անում», ասում է, «Թռուցիկ եմ կպցնում»։ Ասում է, «Վրեն բան գրած չկա»։ Ասում է, «Մեկը բոլորը գիտե»։ Ժողովուրդ ջան, ինչքան էլ ասենք չափորոշիչներով չի համապատասխանում քաղբանտարկյալի, բայց հո հասկանալի է, որ այն բոլոր մեր հայրենակիցները, որոնք այս տարիներին ձերբակալվել են, կալանավորել են, տևական ժամանակ անազատության մեջ են եղել, բոլորի հիմքը քաղաքական է։ Տեսեք, հիմա մոռացության ենք տվել մի հատ ահավոր դրվագ։ 18 տարեկան Դավիթ Մինասյան, որը Սուրբ Աննա եկեղեցում մեծ սկանդալ սարքեցին, իբր փորձել է հարվածել վարչապետին թեին։ Դավիթին, երբ որ կալանավորել են, շատեր 18 տարեկան տղա ունեք։ Դավիթին, երբ որ կալանավորել են, գնացել են կալանավայր։ Ենթադրելով, որ տեսակցություն բան կա։ Մեկ էլ գիտեք ինչ պարզվավ։ Սահմանափակում էր դրվել, արգելվել էր Դավիթի հետ բոլոր տեսակցությունները, ոնց որ հիմա դատական համակարգը այլևս դա սարքել է սովորական բան, տեսակցությունների վրա արգել դնում են,
որ նույն ազգային ժողովի պատգամավորները որևէ մեր քաղբանտարկյալ հայրենակցի չկարողանան գնալ տեսակցության։ Ժամանակին Ալեն Սիմոնյանի հետ մի զրույցի ժամանակ իր կինը երբ որ ձերբակալվել էր ու մեր կին պատգամավորներն ուզեցել են տեսակցել, պարզվել որ տեսակցությունների վրա արգել կա, Ալեն Սիմոնյանը զարմացավ, ասեց եկեք օրենսդրական փոփոխություն անենք։ Մենք բերելու ենք այդ օրենսդրական փոփոխությունը։ Բերելու ենք։ Բայց ավելին Դավիթ Մինասյանին 18 տարեկան տղա, որ առողջական խնդիր ուներ, գիտեք ինչ էին արել, ինչ վրեժ խնդիր էին եղել, արգելել էին ծնողների տեսակցությունը եւ արգելել էին հեռախոսազանգերի իրավունքը։ Չոբանքյարա Արմավիր քրեակատարողական հիմնարկում եզակի դեպք է, որ որևէ կալանավորի տեսակցությունների վրա արգելք դրվի։ Մինչև հիմա շարունակվում է դեպ Արեգնաց Մանուկյանի նույն սահմանափակումը իր 13 տարեկան երեխայի հետ։ Բայց քանի որ առիթ է Արեգնաց Մանուկյանի դեպքով, ինչ արեք հնչական մարմինը, տաղանդավորագույն որոշում արե։ Քրեական գործը հարուցել է, Թևանյան Անդրանիկին բռնել է, դրանից հետո սահմանափակում ա դրել, որևէ փաստաբան իրավունք չունի քրեական գործից որևէ բան ասի։ Բայց փոխարենը քաղաքացիական պայմանագրի պատգամավորները իրավունք ունեն այստեղ Թևանյան Անդրանիկին ազգի դավաճան, հայրենիքի դավաճան։ Մեղադրանքը ինչ է, եւ Անդրանիկ Թևանյանի ձերբակալումից հետո Արեգնազը մի ամիս ազատ ա եղել, Արեգնազին տեսել ենք միտինգներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ցույցերին եւ այս առումով, այսինքն Արեգնազը եթե խոչընդոտել նախաքննությանը, այդ մի ամսում կարող էր խոչընդոտել։ Վերջին անգամ որ կենտրոնականի դեմ տեսել եմ, ասի Արեգնազ, այն որ ասում են ազգային ժողովի փակ նիստից իբր տեղեկություն արտահոսք եղել, ասի Արեգնազ իմ հետաքրքրության համար, ասի լավ, հիշում է այդ ազգային ժողովի նիստը, սահմանազատման, սահմանագծման հարցով էստեղ Արարատ Միրզոյաններ, Մեհեր Գրիգորյաններ։ Մենք երբ որ նայում եմ ազգային ժողովի արձանագրությունը, տեսնում եմ այդ նիստը 2:30-ի նիստն ա եղել, մինչև ժամը 4-ն ա տևել, 4:30 եղել է, 3 շաբթի օր եղել է հայտարարությունների ժամ։ Այս ամբիոնից ելել եմ կես ժամ հետո, ասել եմ սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագիրը իմաստ չուներ այդ նիստը փակ սարքել։ Այդ ամբողջ քննարկման ժամանակ որևէ պետական գաղտնիք չի հրապարակվել եւ շարունակել եմ Մեհեր Գրիգորյանը ասել է սա, Արարատ Միրզոյանը ասել է սա։ Հրապարակային։ Հարց չկա, պատրաստ ենք։ Հիմա նայեք, այս երկու օրը ուղղակի տաղանդավոր էր մեր պաշտպանության նախարարությունը։ Երկու օր պաշտպանության նախարարության խեղճ մամուլի քարտուղարը հեռուստաալիքից հեռուստաալիք հապատտվում, Հմեկ, Ֆակտոր, կարծեմ 24 News, ու այսպես գնում է ու նույն հարցերին պատասխանում է։ Առաջինը, որ ուղարկեցին լսեցի, ասի լավ, այդքան ուշադիր են ուրեմն ազգային ժողովի դահլիճում հնչած ելույթներին, որտեղ մի քանի հարցերի անդրադառնում։ Նախ մեղադրեց, որ ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են 1.5 տարվա ծառայությունը, չէ, չենք քննադատել։ Մենք քննադատել ենք ուրիշ բան։ Ասել ենք պաշտպանության նախարարությունը առանց հիմքերի այդ նախաձեռնությամբ հանդես է եկել։ 11 սեպտեմբեր 25 թվական պաշտպանության նախարարությանը հարցրել եմ պաշտպանության նախարարության զինված ուժերի գշ ստորաբաժանումների ինչ ուսումնասիրությունների հետազոտությունների հիման վրա է մշակվել հիշյալ առաջարկը, կան մշակված վերլուծություններ արկա վիճակի եւ օրենքի ընդունումից հետո ակնկալվող արդյունքների մասին, դրանց արկայության դեպքում ակնկալում եմ ստանալ պատճենը կամ ծանոթանալ, չեն էլ պատասխանել, որտեղ չունեն ուսումնասիրություն։ Սա է 1.5 տարվա հիմքը։ Երկրորդը պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տաղանդավորագույն բացատրություն է տալիս մեր քննադատությանը, որ կորպուսի հրամանատարը արդեն մի ամսից ավել է նշանակված չի, հատուկ նշանակության ուժերի հրամանատար նշանակված չի, արդարանում է, թե իբր պաշտոնակատար է նշանակել։ Ժորժ ջան, պարոն Քոչարյանը այսքան տարի բանակի հետ առնչություն ունի,
նայեք, կորպուսի հրամանատարների փոփոխության Ավարտեք, ամենասիրուն պարոն արարողությունը մեկը մեկին դրոշ Պարոն փոխանցելն է Մանուկյան, կորպուսին։ ավարտեք։ Ավարտում եմ վերջին նախադասությունը։ Պարոն Հարությունյան, դուք այստեղ ազգային ժողովի падգամավոր եք բոլորի հետ հավասար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար չեք, որ որևէ հանձնաժողովի նախագահի տեխնացուի պաշտոնից ազատի կամ չազատի։ Պարոն Մանուկյան, ավարտեք։ Վերջ։